Ինչպես է թարգմանվում ողջույնը, շատերը նույնիսկ չգիտեն։ Աջ ձեռքը կրծքին տաճարական ասպետները կամ ինչպես ընդունված է ասել տամպլիերները ողջունում են միմյանց։ Հայաստանում են հավաքվել տամպլիերները աշխարհի տարբեր երկրներից։ Նրանցից յուրաքանչյուրը արձանագրություն է ստորագրել հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ։ Եղբայրները պետք է օգնեն միմյանց եւ հիմա մենք այստեղ ենք մեր հայ եղբայրներին օգնելու համար։ Արարողությանը ներկա էին նաև ցեղասպանությունը չճանաչած երկրների տամպլիերները, իսկ նրանք, ովքեր չէին կարողացել ժամանել, փոխանցել էին իրենց խոսքն ու ստորագրությունը։ Մենք այս 3 տարվա ընթացքում փորձում ենք ամեն ինչ անել, որ օգնել մեր պետությանը, ինչպես նաև հայ, ինչպես հայ առաքելական եկեղեցու անդամներ, որպեսզի մենք կարողանանք գոնե ավելի մեր խնդիրները հասանելի դարձնենք այնտեղ, որտեղ հնարավոր է։ Խաչակրած առաջին արշավանքից հետո պետք էր պաշտպանել այն հավատացյալներին, որոնք աղոթում էին Սուրբ Հողում։ Հենց այդ նպատակով ստեղծվեցին տամպլիերները, տալով հավատարմության, կուսակրոնության եւ աղքատության երթում, նրանք իրենց համարում էին Աստծո զինվորներ։ Կարճ ժամանակ անց նրանք դառնում են ամենաազդեցիկ կառույցներից մեկը Եվրոպայում։ Սակայն կուտակված պարտքերի պատճառով ֆրանսիական Ֆիլիպ IV գեղեցիկ թագավորը 1307 թվականին ոչնչացնում է նրանց կազմակերպությունը։ Այո, միաբանության գերագույն վարպետը Ժակ Դեմոլեն վախճանվել է, բայց ինքը հասցրեց մահից առաջ փոխանցել իր բոլոր իրավունքները հաջորդ գերագույն վարպետին, որի անունն է Ժակ Լարմինիուս։ Ժամանակները փոխվել են, տամպլիերների ներքին կանոնադրությունը նույնպես։ Ըստ օրենքի նրանք իրավունք չունեին շփվել կանանց հետ, նույնիսկ համբուրել իրենց մորն ու քրոջը։ Ժամանակները փոխվում են եւ այսօր ասպետները եւ միաբանությունները իհարկե փոխվում են ժամանակի հետ միասին։ Մեծ մասը եւ ամուսնացած է, սա մի հատ եմ ասում, սա հասարակական կազմակերպություն է։ Հայկական տամպլիերների միաբանությունը ստեղծվել է 3 տարի առաջ։ Հայ տամպլիերների գերագույն արարողապետ Միքայել Մադացյանը նշեց, որ իրենց կարևորագույն նպատակներից մեկը ավանդույթները երիտասարդներին փոխանցելն է։ Այժմ գործում է երիտասարդ սեպուհների դպրոց, որտեղ երեխաները սովորում են լինել տամպլիեր։ Աղվան Ասոյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։